Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել նաև arm.radio.am կայքի on-line ռեժիմով, live stream-ի տարբերակով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, կրկին մեզ դիտելու հնարավորությամբ live stream-ի տարբերակով ու մեկնաբանություններում ինչպես միշտ կարող եք թողնել հարցեր, դիտարկումներ այսօրվա շատ կարևոր թեմայի վերաբերյալ։ Մենք զրուցելու ենք արգանդի պարանոցի քաղցկեղի մասին եւ ահա այս հիվանդությունը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում հասկանանք, թե ինչպես է այն տեղավորվել, ովքեր են շահառուները, ինչպես դիմել եւ իհարկե բազմաթիվ օգտակար տեղեկություններ հենց այս քաղցկեղի վերաբերյալ։ Իսկ այս մասին մենք զրուցելու ենք առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի սկրինինգային ծրագրերի կառավարման գծով գլխավոր տնօրենի խորհրդական Անի Ալավերդյանի հետ։ Ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար։ Մենք այս տեսակի քաղցկեղի մասին իհարկե կլոր տարին բարբերաբար անդրադառնում ենք, բայց արձագանքներից, հարցերից, այսպես տատանումներից, տարակուսանքներից տեսնում ենք, որ միշտ կարիքը կա, կանայք անհրաժեշտություն ունեն լսելու, թե ինչ վտանգ ունի այս քաղցկեղն իր մեջ եւ ինչպես պետք է դրա դեմ պայքարել, կանխարգելել եւ հիմա նաեւ ինչպես օգտվել արդեն ապահովագրության համակարգից։ Բայց եկեք ընդհանուր տեղեկություններ տանք արգանդի պարանոցի քաղցկեղի մասին։ Ինչ է սա, ինչ տեսակի քաղցկեղ է, ինչպես կգնահատեք։ Նախ շնորհակալ եմ հյուրընկալելու համար եւ շնորհակալ եմ հնարավորության համար նման կարևոր թեման եւս մեկ անգամ բարձրացնելու համար։ Շատ ճիշտ նշեցիք, չարորակ ուռուցքները առհասարակ շատ կարևոր, շատ առաջնահերթ դեր են զբաղեցնում այսօր աշխարհում, քանի որ մահացության հիմնական պատճառներից մեկն են եւ հենց հիմնական պատճառներից մեկը մահացության կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղն է։ Այսպես եթե ստատիստիկ մի քանի տվյալներ ներկայացնեմ, հանդիպան հաճախականությամբ 5-րդն է Հայաստանում, 250 դեպք ունենք տարեկան նոր, սակայն մահացությամբ երկրորդ տեղում է գտնվում արգանդի պարանոցի քաղցկեղը։ Ինչու է երկրորդ տեղում, քանի որ հիմնական ուշ է հայտնաբերվում, ուշ է ախտորոշվում։ Այստեղ մենք շատ երկար ունենք անախտանիշ շրջան։ Եվ հենց այս խնդիրը վաղ հայտնաբերելու համար շատ կարևորում ենք սկրինինգային հետազոտությունների պարբերական իրականացումը, որը տեղ է գտել ապահովագրական փաթեթի մեջ։ Շատ մեծ մաս է կազմում առհասարակ սկրինինգային հետազոտությունները, այդ թվում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային հետազոտությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղը չարորակ նորագործություն է, որը առաջանում է արգանդի պարանոցում, կարծում եմ տեղյակ եք։ Հենց սկիզբը առաջնային ծագումը հենց այո, արգանդի պարանոցն է։ Ինչ փոփոխություններ են գրանցվում հյուսվածքներում, կարող ենք մի փոքր փորձել պատկերացնել։ Իհարկե, նախ սկսենք պատճառից, ինչի են առաջանում այս փոփոխությունները։ Այստեղ ապացուցային բժշկությունը վաղուց արդեն հայտնաբերել է պատճառը, սա հենց եզակի քաղցկեղներից է, որի պատճառը արդեն հայտնաբերված է, ինչը մարդու պապիլոմավիրուսն է։ 90% եւ ավել դեպքերում հարուցվում է մարդու պապիլոմավիրուսի օնկոգեն, այսինքն քաղցկեղածին շտամերի միջոցով։ Շտամերը շատ են, ճիշտ ենք հասկանում։ Շտամերը շատ են, մոտ 200-ն են, սակայն քաղցկեղածին եւ ամենաքաղցկեղածին են մոտ 12 շտամ են եւ երկուսը, 16-ը եւ 18-ը պատասխանատու են քաղցկեղի գրեթե 70%-ի համար։ Մյուս շտամերը միասին, այո, մյուս շտամերը միասին արդեն մնացած 20%-ի համար են պատասխանատու։ Եվ դու կարողանում եք հստակ հայտնաբերել, թե որ շտամի պատճառով էր, թե դա արդեն կարևոր չէ եւ չի էլ։ Այո, իրականում կարևոր է, որովհետեւ տեսեք 16-ի եւ 18-ի հայտնաբերումը ավելի մեծ գոնություն է տալիս թե բժշկին եւ թե կնոջը, եւ դրա համար հենց այն մեթոդը, որը ներդրվել է սկրինինգի հիմքում, հնարավորություն է տալիս նաեւ գենոտիպավորել, այսինքն մենք առանձնացնում ենք, թե որ շտամն է կնոջ մոտ 16-ի եւ 18-ի դեպքում առանձին պատասխանը ստանում ենք, մյուս շտամերի դեպքում ընդհանուր գալիս է դրական պատասխան։ Իսկ կարող ենք մնացած այդ փոքր տոկոսն էլ պատկերացնել, թե ինչ պատճառներ են այսօր
դուրս բերված կամ պարզված։ Մնացած այդ 5%-ի պատճառները իհարկե ընդհանուր են, ինչպես եւ բոլոր քաղցկեղների հիմքում, այստեղ ժառանգականությունը, այստեղ ապրելակերպը, վնասակար սովորությունները, որպես սպეციფიկ պատճառ այդպեսին չունենք, ինչպես եւ մյուս բոլոր քաղցկեղների դեպքում, բայց քանի որ ունենք սպეციფიկ պատճառ մնացած 95%-ի համար, հետեւաբար մենք կարող ենք նաեւ ունենալ կանխարգելումը եւ կարող ենք ունենալ նախնական ախտորոշումը, բուժումը, որը ուժերը ուղղել դեպի այս 95%-ը, եկեք կնոջ զգացողությունների, գանգատների, ինչ որ ախտանշանների մասին էլ խոսենք, որովհետև կարծում եմ այստեղից է սկսվում կնոջ զգոնությունը եւ կարիքը այնուամենայնիվ ոչ թե դիմանալու, դե կանցնի կամ դե նորմալ է, կին եմ, պատահում է եւ այլն, այլ դիմելու ստուգման համար։ Իրականում տեսեք, եթե կնոջ մոտ արդեն գանգատները առկա են, սա չի խոսում նախնական փուլերի մասին, սա արդեն խոսում է ուշացած քաղցկեղի մասին, հատկապես արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում, երբ որ բավականին երկար է ընթանում այդ անախտանիշ շրջանը, եւ դրա համար հենց սկրինինգային հետազոտությունների կարեւորությունն այն է, որ անախտանիշ պետք չէ սпасել ախտանիշների հայտ գալուն, պետք է հենց սկզբնական շրջանում, գտնվելով թիրախային տարիքային խմբում, որը արդեն իսկ ռիսկի գործոն է, անցնել տարիքային հետազոտությունները եւ արկայության դեպքում ենթարկվել դինամիկ հսկողության, որովե խնդրի բացահայտման դեպքում, բուժման վաղ փուլերում։ Իսկ այդ ռիսկային տարիքը Ռիսկային տարիքը 30-ից 60 տարեկան տարիքն է, ԱՀԿ կողմից նաև հավաստագրված եւ ընդունված, ինչու ոչ մինչեւ 30 եւ ինչու ոչ 60-ից հետո դրա մասին էլ խոսեմ։ Նախ մարդու պապիլոմավիրուսը բավականին տարածված վիրուս է եւ հայտնի է, որ բոլոր մարդիկ իրենց կյանքի որոշակի շրջանում սեռական ակտիվություն ունեցող մարդիկ վարակվում են, թե տղամարդիկ, թե կանայք։ Օրգանիզմը ունի շատ կարևոր հատկություն ինքնամաքրելու մարդու պապիլոմավիրուսը, իմուն համակարգը շատ լավ է այստեղ աշխատում, սակայն որոշ օնկոգեն, այս բարձր օնկոգեն շտամերի դեպքում հնարավոր է կայուն պահպանում վիրուսի օրգանիզմում եւ ինքնամաքրման հիմնական շրջանը մինչեւ 30 տարեկան տարիքն է։ Դրա համար մինչեւ 30 տարեկանը խորտ չի տրվում անցնել մարդու պապիլոմավիրուսի սկրինինգային հետազոտություն, քանի որ այստեղ տեսեք դա ոչինչ չի տա, հա, անցնողին։ Անիմաստ լրահետազոտություններ, անիմաստ ինչու ոչ խուճապ կնոջ մոտ։ 30 տարեկանից սկսվում են ինչ-որ փոփոխություններ, օրգանիզմի դեպի ծերություն շարժվելը, եթե այդպես փոխաբերաբար կարող ենք ասել, օրգանիզմը կորցնում է հատկությունը ինքն իրեն ազատվելու։ Տեսեք, եթե մինչև 30 տարեկանը ինքնամաքրումը տեղի չունեցել օրգանիզմի, արդեն 30-ից հետո ռիսկը, որ վիրուսը կպահպանվի, ավելի բարձր է, ավելի մեծ է։ Դրա համար հենց զգոն տարիքը սկսվում է 30 տարեկանից եւ 60-ից հետո ինչու 60-ից հետո, եթե մինչև 60-ում քաղցկեղը չի զարգացել, էլ չի զարգանա, եթե մինչև 60, այո, անցել ենք հետազոտությունները կամ եթե անգամ զարգանա, այստեղ բուժման էֆեկտիվությունը եւ ապրելությունը էապես չեն փոխվի, եթե անգամ չբուժեինք։ Արդյոք արդեն առաջացած եւ ախտորոշված քաղցկեղը ունի տեսակներ ըստ բաղադրության, ըստ կազմության, թե այստեղ միայն շտամերով ենք մենք տարբերություն դնում, թե օրինակ տեղակայումներ կապ ունի, ինվազիայի աստիճաններ կապ ունի, տեսակավորումն ինչպիսին է այստեղ։ Ըստ գրադացիաների, հա, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ ստադիայի քաղցկեղներ եւ արդեն ըստ տարածվածության, հա, երկրորդ եւ բարձր ստադիայի դեպքում արդեն հարակից օրգանների ախտահարումները հնարավոր, լիմֆատիկ համակարգի ռեգիոնալ եւ հեռակա եւ հետեւաբար կարևորությունը թե բուժման էֆեկտիվության, թե հետագա ապրելիության վաղ հայտնաբերումն է նախաքաղցկեղի փուլում, որը լիարժեք հնարավոր է սկրինինգների միջոցով։ Կարող ենք եզրակացնել, որ նախաքաղցկեղային փուլում եւ առաջին երկու փուլերում կինը կարող է բառացիորեն ոչ մի գանգատ չունենալ։ Հիմնականում չի ունեն։ Իսկ հաջորդ երկու փուլերում ինչ գանգատներ կարող են արյունային արտադրություններ, ցավ, սեռական հարաբերության ժամանակ արտադրություններ, այսպես ոչ շատ սպეციფიկ, որ այդ գանգատով կինը կարող է իր մոտ արդեն ախտորոշել քաղցկեղ, նման գանգատներ կարող են լինել այլ խնդիրների, այդ թվում բավարար խնդիրների դեպքում, ոչ սպეციფიկ գանգատներ են։ Տեսեք, աշխարհում ԱՀԿ-ի կողմից առողջապահության համաշխարհային կազմակերպության կան հաստատված 3 քաղցկեղային սկրինինգային ծրագրեր, դա արգանդի պարանոցի քաղցկեղն է, կրծքագեղձի քաղցկեղը եւ կոլորեկտալ հաստաղու քաղցկեղը։ Ինչու, որովհետեւ այս քաղցկեղային հիվանդությունների դեպքում է սկրինինգը թե արդյունավետ,
Փրկում բառացիորեն։ Այո, փրկում կյանքեր, փրկում, այո։ էֆեկտիվ, ապացուցահեն եւ այս 3 քաղցկեղներն էլ քաղցկեղների վաղ հայտնաբերման ծրագրերը ներառված են ապահովագրական փաթեթում։ Հայաստանում տարածվածությունը ինչպիսին է, տարբերվում ենք մենք այլ երկրներից ավելի վտանգավոր աստիճանով կամ ավելի լավ վիճակով։ Չէ, հիմնականում նույնն է, նույն տարածվածությունը, նույն առաջին տեղում գտնվում է կրծքագեղձի քաղցկեղը, երկրորդ տեղում հիմնականում կոլորեկտալ քաղցկեղն է, արգանդի պարանոց աշխարհում 4-րդն է, մեր մոտ 4 կամ 5-րդ կախված տարվա վիճակագրությունից, ավելի բարձր չէ տարածվածությունը, քան ամբողջ աշխարհում, գիտեք, աշխարհում շարունակում է աճել քաղցկեղի տարածվածությունը, ինչպես նաև Հայաստանում։ Նույն իրավիճակը ունենք։ Հաստորեն քիչ թե շատ նույնն է Այո։ ամենտեղ։ Հասկանանք նաև ինչպես է ախտորոշումը դրվում, ինչ գործիքակազմ ունեն բժիշկները եւ արդյոք այս հետազոտությունն էլ մտնում է ապահովագրության մեջ, թե ոչ, որտեղից սկսել ընդհանրապես։ Որտեղից սկսել։ Նախ սկրինինգները հասանելի են ապահովագրության շահառուների համար։ Եթե ապահովագրության շահառու եք, ձեր սկրինինգային ծրագրի ցանկը տեղադրված է թե մեր կայքում uhif.am-ում, թե Armet համակարգում, ինչպես նաև առաջնային օղակի բժիշկները եւս պարտավոր են տեղեկացնել անձանց իրենց հասանելի սկրինինգային ծրագրերի մասին։ Շահառուներից մի փոքր մանրամասն կխոսեք, ովքեր կարող են դիմել։ Շահառուներից կոնկրետ արգանդի պարանոցի քաղցկեղի Այո, մասով 30-ից 60 տարեկան կանայք են, այստեղ պարբերականությունը 5 տարին մեկ պարբերականությունն է, սա HPV տեստի առավելություններից մեկն է համեմատած PAP տեստի, որի մասին կարծում եմ դեռ կխոսենք։ Կրծքագեղձի քաղցկեղի շահառուները 45-ից 68 տարեկան կանայք են 2 տարին մեկ պարբերականությամբ եւ կոլորեկտալ քաղցկեղի շահառուները 45-ից 70 տարեկան թե կանայք թե տղամարդիկ, ցանկանում եմ հավելել, որ այս սկրինինգը դեռ հասանելի չէ, մինչև տարվա վերջ արդեն կլինի հասանելի։ Ինչպես է իրականացվում ՄՊՎ նմուշառումը, այսինքն հենց այս հիվանդության դեմ պայքարի, հա, կարելի ասել նմուշառումի առաջնային մեթոդը։ Առաջնային մեթոդը ՄՊՎ նմուշառումն է։ Իրականացվում է 2 հնարավոր տարբերակներով՝ բժշկի կողմից կամ ինքնանմուշառման self-sampling-ի Սա տարբերակով։ նորություն է, չէ՞, կարծես մենք չէինք լսել, որ այդպես էլ է կարելի։ Այո, առհասարակ ՄՊՎ տեստավորումը Հայաստանում նոր է ներդրվել որպես սկրինինգային ծրագիր, մինչ այդ ունեցել ենք PAP տեստը, որպես արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիր։ Սակայն այսօր աշխարհում ոսկե ստանդարտ է համարվում հենց ՄՊՎ նմուշառումը, հետևաբար եւ ներդրեցինք այս մեթոդը։ Էլ PAP տեստը փաստորեն Ոչ, որպես առաջնային սկրինինգ, արդեն իսկ անգամ որպես տրիաժ մեթոդ, հա, այսպես վերջնական ախտորոշումը դնելու համար ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս, քիչ-քիչ հանվում է։ Եվ այն երկրները, որոնք 30-40 տարի իրականացրել են PAP-ով սկրինինգը, փոխում են դեպի ՄՊՎ-ի։ Շարունակ է փոխվում ամեն ինչ, այն ինչ մենք լսել ենք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ, մեկ էլ այսօր արդեն արդիական չի։ Այո, որովհետև մի քանի առավելություն եմ ուզում նշել, ինչու ՄՊՎ տեստավորում եւ ոչ թե PAP տեստ։ Այստեղ մենք ունենք նախ բարձր զգայունություն, high sensitivity կոչվածը, որը որ PAP-ի դեպքում ամենաիդեալական իրականացված PAP-ի դեպքում 60-ից 80% է, իսկ ՄՊՎ-ի դեպքում 90%, 95% եւ ավել։ Ինչ է զգայունությունը, դա ճիշտ ախտորոշել այն դեպքերը, երբ կա հիվանդությունը, երբ կա վիրուսը։ Մյուս առավելությունն այդ մասնիկները, ասենք թե բջջային խումբ ասենք, վիրուսն ենք այս դեպքում առանձնացնում։ Մյուս տարբերությունը այդ ձեր ասած մասնիկները դա PAP-ին է բնորոշ, PAP-ը հայտնաբերում է արդեն փոփոխված բջիջները, եթե կան փոփոխություններ, այսպես ասած ատիպիկ բջիջները։ HPV-ի դեպքում մենք հայտնաբերում ենք վիրուսը, այսինքն որը որ ինչպես խոսում ենք 95% պատճառն է հանդիսանում քաղցկեղի։ Եվ մյուս ամենակարևոր առավելություններից մեկը այսինքն նմուշառման հնարավորությունն է, այսինքն կինը ցանկություն չունի ուղղակի բժշկի գնալ կամ բժշկի կողմից նմուշառվել, դա էլ է կոմպլեքս ամեն դեպքում ինչ որ խոչընդոտ է սկրինինգին մասնակցելու, կարող է ստանալ հավաքածուն ինքնանմուշառման, որը տարբերվում է բժշկի նմուշառման հավաքածուից։ Այս հավաքածուի հետ մենք ունենք բացատրական հայերեն լեզվով թերթիկը, QR կոդը, որը տեղափոխում է դեպի տեսահոլովակ եւս հայերեն լեզվով մանրամասն նկարագրված, թե ինչպես պետք է իրականացնել նմուշառումը, սկսած ձեռքերը լվանալուց, ինչպես բացել տեստը, որտեղից վերցնել նմուշ, ինչպես փակել տեստը, ինչպես վերադարձնել առաջնային օղակ։ Հանրամատչելի մանրակրկիտ դուք հուշում եք։ Մաքսիմալ, այո, Թելադրում ես կասեմ, ոչ թե հուշում։ Եվ
շատ կարևորում եմ նշել, որ էֆեկտիվությունը արդյունքը նույնն է, անկախ նրանից բժշկի կողմից է նմուշը արվել, թե կնոջ կողմից, այստեղ եւս միֆեր կան, որ եթե կինն է նմուշարում, դա լավ տեստ չի, հենց այդպիսի արտահայտություններ կան, դա ստից բան է, կներեք, այս արտահայտության համար ոչ, էֆեկտը նույնն է, նույն մեթոդով է իրականացվում, PCR մեթոդն է, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը, այսինքն նույն տեստը տեղադրվում է անալիզատորի մեջ եւ նույն կերպ գեներացվում են պատասխանները։ Բայց այստեղ հարց է առաջանում, արդյոք նմուշարման նյութն էլ է ստացվում նույն կերպ թե կնոջ եւ թե բժշկի մոտ։ Բժշկի Իսկ եթե չկարողանան, իսկ եթե, չգիտեմ, սխալ խորության, սխալ մակերեսի, չէ՞ որ մեր ներքին սեռական օրգանները շատ բարդ են, նույնիսկ պատկերացնելու համար է։ Բժշկի կողմից տարբերվում է իհարկե նմուշարումը, բժշկի կողմից նմուշը վերցվում է արգանդի պարանոցից, իսկ կնոջ կողմից վերցվում է հեշտոցից։ Ամեն դեպքում կեղծ դրական կամ կեղծ բացասական պատասխան չի ցույց տալիս տեստը կարող է ցույց տալ անվավեր։ Նույն ձեր ասածը, եթե սխալ տեղից է վերցվել նմուշը կամ չի վերցվել առհասարակ, սխալ միջամտություն է արվել, գալիս է պատասխանը անվավեր, բայց ոչ մի պարագայում, ոչ կեղծ դրական կամ ոչ կեղծ բացասական։ Սա շատ է կարևորում, որովհետև երևի անհանգստություն եւ աժոտաժ ամեն դեպքում առաջացնում է։ Տեսեք, աշխարհում կան 100-ից ավել ՄՊՎ տեստեր, մեր պարտադիր պայմաններից մեկը FDA կողմից հավաստագրված տեստերի ձեռքբերումն էր։ FDA-ը Food and Drug Administration ամերիկյան ամենահայտնի կազմակերպությունը շատ խիստ հսկողությամբ եւ ընդամենը 10 տեստ աշխարհում այս պահին ունի FDA հավաստագիր եւ ընդամենը 3 տեստ ունի ինքնանմուշարման FDA եւ ԱՀԿ հավաստագիր, որից մեկը հենց մեր կողմից կիրառվող տեստերն են։ Շատ լավ նվաճում է, կարծում եմ Հայաստանի երկար պայքարի այո, Հայաստանի պես փոքր երկրի համար սա կարծում եմ հիանալի արդյունք է։ Եվ այսպես նմուշարումը անում է կամ բժիշկը կամ կինը, ենթադրենք ստացվում է եւ վավեր է պատասխանը ու եթե գալիս է դրական, արդյոք սա նշանակում է, որ վերջ մենք քաղցկեղի հետ գործ ունենք արդեն։ Ոչ, իհարկե ոչ, այստեղ էլ դա դեռ չի նշանակում։ Պետք չի վախենալ, եթե եկել է դրական պատասխան, անգամ եթե 16 եւ 18 շտամն է եկել դրական, սա դեռ չի նշանակում, որ կինը ունի քաղցկեղ։ Սա նշանակում է, որ կինը ունի լրահետազոտության կարիք։ Կոնկրետ լրահետազոտությունը մեր ծրագրում ներառված, դա կոլպոսկոպիկ հետազոտությունն է։ Կոլպոսկոպիայի մասով ուզում եմ նշել, որ մեր մասնագետները անցել են միջազգային շատ հեղինակավոր կառույցի կողմից վերապատրաստում, IFCPC կառույցի կողմից, որը կոլպոսկոպիայի ամենահեղինակավոր կառույցներից մեկն է վերապատրաստման։ Հանձնել են բավականին բարդ քննություն եւ ստացել միջազգային սերտիֆիկատ։ Մենք անգամ ունենք միջազգային մակարդակի տրեյներներ արդեն այս վերապատրաստման արդյունքում եւ միայն այս բժիշկները եւ համապատասխան տեխնիկական պահանջներին բավարարող սարքավորումներ ունեցող բժշկական կենտրոններն են ներառված ծրագրում որպես լրահետազոտություն իրականացնող բժշկական կենտրոններ։ Այսինքն բոլոր օղակներով, ոչ միայն տեստերի որակի հետ կապված, նաև լրահետազոտություն, հիմնադրամը եւ առողջապահության նախարարությունը իրականացրել է բոլոր աշխատանքները, որպեսզի մենք ունենանք որակյալ ծառայություն ցանկացած օղակում։ Այսինքն, եթե դրական է գալիս, արվում է կոլպոսկոպիա, իսկ կարող եք նկարագրել դա ինչպես է արվում, ինչ մեխանիզմով, ով է անում, այո, այսպես ասած, միկրոսկոպիկ հետազոտությունը գինեկոլոգների կողմից է իրականացվում, գինեկոլոգների վերապատրաստված կոլպոսկոպիստների, այո, եւ երկու հնարավոր ուղղությամբ, եթե բժիշկը խնդիր է տեսնում, կարող է իրականացնել բիոպսիա, այսինքն վերցնել հյուսվածքից մի կտոր, եթե տեսնում են ինչ-որ կասկածելի փոփոխված հյուսվածք, վերցնում է հյուսվածաբանական քննության բիոպտատը եւ արդեն հյուսվածաբանական քննության արդյունքում պարզ է դառնում կա որոշակի փոփոխություններ թե չկա։ Հենց տեղում է արվում, թե դա էլ առանձին է։ Տեղում է արվում, տեղում միանավակ կարող է արվել բիոպսիան, պատասխանը, ինչպես գիտեք, միջինը 7-ից 10 օրում է լինում արդեն բիոպսիայի պատասխանը։ Բիոպսիայի պատասխանից կախված արդեն հետագա վարումն է իրականացվում կնոջ, եթե պատասխանը նորմալ է, նա վերադառնում է տուն, 1 տարի հետո ըստ գործելակարգի նորից պետք է անցնի ՄՊՎ թեստավորումը եւ էլի դրական պատասխանի դեպքում
նորից կոլպոսկոպիկ հետազոտություն, նույն փուլերը, նույն քայլերը։ Եթե որևէ պատասխանը բացասական է, մի քանի տարի հետո կարող է բացասական այո, գալ։ նույն ինքնամաքրումը իհարկե հիմնական տարիքը մինչև 30-ն է, բայց այո, նույնիսկ հնարավոր է ինքնամաքրում օրգանիզմի եւ վիրուսը հաջորդ տարի կարող է ուղղակի բացակայել օրգանիզմից։ Մի հարց, բիոպսիան տալիս է վերջնական ախտորոշում, թե օրինակ գործիքային այլ հետազոտություն էլ կարող է պետք լինել MRT միգուցե կամ ՀՏ այլ գործիքներ։ Տեսեք, եթե բիոպսիայի պատասխանը բացասական է, որևէ լրացուցիչ հետազոտության միջամտության կարիք չկա։ Եթե բիոպսիայի պատասխանը արդեն հայտնաբերում է ատիպիկ փոփոխված բջիջներ, այնտեղ նույն ձեր նշած իհարկե այլ լրահետազոտությունների կարիք է լինելու։ Իսկ որքան է հավանականությունը, որ այդ միկրոսկոպով հետազոտությամբ կարելի է բաց թողել շատ չնչին փոփոխություն, շատ Հավանականությունը միշտ կա ցավոք 100% ոչինչ չկա գիտեք բժշկության մեջ, սակայն մինիմալի հասցնելու համար հենց այս բաց թողումները, մասնագիտական որոշակի սխալները մենք ներդրեցինք պարտադիր պայման այս վերապատրաստումների, որպեսզի ապահով լինենք մասնագետների, մասնագիտական որակների հետ կապված։ Հնարավորինս մի խոսքով բաց չի թողնելու։ Եվ մի հարց էլ։ Մենք քննարկեցինք, թե ինչ է կատարվում, երբ դրական է գալիս։ 1 տարի անց նորից արվում է կամ ինքնամաքրում կամ նորից այս ամեն ինչի միջով անցնում ենք այնքան մինչև, այսինքն մինչև վերջ վերահսկողություն է սահմանվում, կոպիտ ասած, որքան կինը ապրելու է։ Իսկ եթե բացասական է գալիս, խապկանքի ռիսկ կա այստեղ թե ոչ, օրինակ չվստահել եւ հետո նորից հանձնել, այլտեղ հանձնել։ Մեր տեստերի պարագայում վստահեցնում եմ որևէ անհանգստության կարիք, որ կարող է լինել այդ ձեր ասած խապկանքը, չկա։ Դե մեկ սխալ է գալիս պատասխանը, շատ ցածր է, ուրիշ տեղել են հանձնում։ Շատ ցածր է այս տոկոսը, հենց դրա համար ուզում եմ նաև կարծում եմ կարող եմ նշել Roche ընկերության տեստերն են աշխարհում շատ քիչ երկրներ են կարողանում իրենց թույլ տալ հենց այս տեստերով իրականացնել ազգային սկրինինգային ծրագիր, տեստերը բավականին թանկ են եւ այս քննարկումները մեզ մի քանի տարի են տրվել, որպեսզի մենք ստանանք այն, որը կարող ենք ինչպես եք հաջողացրել։ Պայքարել ենք եւ չենք հանձնվել։ Քանի տարի է մոտավորապես դեռ։ Մոտ 2 տարի։ Մոտ 2 տարի ակտիվ բանակցել։ Մինչև Շվեյցարիա, մինչև գործարան, մինչև դեսպան, մինչև տարբեր երկրների հետ խոսելով, տարբեր կառույցների հետ փորձելով եւ ուզում եմ անպայման նշել նախարարի ակտիվ մասնակցությունը այստեղ այս հաղթանակը տանելու համար։ Ես երեք էլ տեսա տեսանյութը նախարարի էջում եւ պատրաստվում եմ նաեւ իրեն հյուրընկալել եւ ավելի մանրակրկիտ եւ այլ նորությունների մասին էլ խոսել, բայց տեսել ենք իսկապես ու նա էլ կարծես շատ ուրախացած էր, որ ստացվել է։ Շատ ակտիվ թե նախարարը թե առաջի տեղակալը նախարարի Տիկին Նանուշյանը, այսպես պայքար չհանձնվելով եւ մենք հասանք մեր նպատակին, ապահովեցինք հենց այս տեստերը, որպեսզի հանգիստ լինենք, որ սխալ պատասխաններ, կեղծ բացասական պատասխաններ հավանականությունը շատ չնչին է։ Եվ իհարկե մի փոքր մեխանիզմից եւ ադմինիստրացիոն հարցերից խոսենք, կինը ինչպես կարող է դիմել, ինչ միգուցե փաստաթղթեր են պետք, ինչ նախնական կամ նախկին հետազոտություններ են պետք, որովհետեւ գիտեք, սա էլ երբեմն բարդ է լինում եւ կանայք այս ամեն ինչից գլխացավանքից խուսափելու համար ուղղակի հավես չեն ունենում մտնել այս ամենի մեջ։ Այո, քաշքշուկներից խուսափելու համար բավականին հեշտացված է ընթացակարգը, մաքսիմալ մատչելի, տեսեք, կինը առանց որևէ ուղեգրի կարող է մոտենալ իր առաջնային առողջության պահպանման օղակ։ Երևանում գինեկոլոգներն են իրականացնում հետազոտությունը, մարզերում կարող է իրականացնել թե ընտանեկան բժիշկը, արդեն մարզային կենտրոններից կախված մի փոքր տարբեր է։ Մոտենալ ընդամենը առաջնային օղակ, պոլիկլինիկա կոչված, պոլիկլինիկա, ամբուլատորիա, այո, ցանկացած կենտրոնում ամբողջ հանրապետության տարածքում տեստերը հասանելի են։ Տեստերը ստանալով արդեն մեթոդը ընտրում եք ինը, ոչ, որևէ թղթեր պետք չի։ Ձեր ասած նախորդ հետազոտությունները իհարկե բժշկի համար ինչ որ բան կարող են նշանակել, բայց սա սկրինինգից հետ չի պահում, այսպես ասեմ, հա, եթե մեր հենց ծրագրի շրջանակներում մեր պարբերականությամբ չի իրականացվել, պետք է իրականացնի։ Եթե տեստը բացասական կլինի 5 տարի հաջորդ արդեն հետազոտությունը կինը անցնում է 5 տարի հետո։
Բացասականի դեպքում մենք ապահովագրված ենք, այսպես ասած, 5 տարի։ Այո, որովհետև քաղցկեղը մի օրում չի Շատ երկար զարգանում։ Տեսեք, մի օրում չի զարգանում, մոտ 10-15 տարի պահանջվում է ՄՊՎ-ի արկայության պահից սկսած, որպեսզի զարգանա քաղցկեղ։ Այնպես որ ժամկետը չի ընտրված մեր կողմից ուղղակի, սա եւս ԱՀԿ կողմից հաստատված ժամկետների մեջ է տեղավորվում։ Մենք հարց ունենք, ես սպասում եի այս հարցին, ինչ կասեք պատվաստման եւ պատվաստանյութերի մասին, դրանք արդյոք դեռ կան Հայաստանում թե ոչ, ճիշտ ասած քիչ է խոսվում եւ ես մեկ-մեկ ապշում եմ, որ մարդկանց թվում է արդեն չկա այդ պատվաստում կոչվածը արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարելու։ Սրա մասին էլ վերջում շնորհակալ եմ հարցի համար, իհարկե եթե հարցը չհնչեր, ես խոսելու էի այս թեմայից, որովհետև տեսեք, ԱՀԿ-ի ցուցանիշներով ԱՀԿ-ն ունի արգանդի պարանոցի քաղցկեղի էլիմինացիայի ծրագիր, որը իրենից ենթադրում է 90-70-90 սխեման։ Ինչ է սա? 90%-ը թիրախային տարիքային խմբի աղջիկների պետք է լինեն պատվաստված մարդու պապիլոմավիրուսի դեմ, 70%-ը թիրախային տարիքային խմբի կանանց պետք է անցնեն սկրինինգային հետազոտություն եւ 90% այն կանանց, ում մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, պետք է ստանան պատշաճ բուժում։ Եվ այս սկզբունքները պահելով հնարավոր է ամբողջությամբ վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը եւ այստեղ կան երկրներ, որոնք արդեն արել են սա, այն երկրներն են, ովքեր առաջինը ներդրել են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը։ Առաջի պատվաստանյութը եղել է Gardasil-ը, հենց Gardasil-ի տարատեսակներ գոյություն ունեն, արդեն քանի շտամ է ընդգրկված պատվաստանյութի մեջ դրա տարբերության հիման վրա հենված։ Այստեղ նշեմ, որ առաջի պատվաստանյութը հավաստագրվել է FDA-ի կողմից 2006 թվականին եւ 2007 թվականից արդեն ներդրվել է Ավստրալիայում, նրանից հետո Կանադայում եւ Անգլիայում։ Կարծում եմ այս երկրների անունները արդեն ինքնին հուշում են, որ այո, որ պատվաստումը չի առաջացնում բոլոր այն միֆային երևույթները, որոնք տարածված են որոշ մարդկանց խմբի մոտ, այլ հակառակը Ավստրալիան արդեն նշել է, որ վերացրել է արգանդի պարանոցի քաղցկեղը, վերացնել չի նշանակում, որ չունենալ get 1 case, վերացնել նշանակում է, որ 100,000 կնոջ հաշվարկով պետք է լինի 4 դեպք եւ ոչ ավել։ Հայաստանում այս պահին այս թիվը մոտ 17-ն է կազմում, այսինքն ամեն 100,000 կնոջ հաշվարկով մենք 17 քաղցկեղի նոր դեպք ունենք։ Եվ հետևաբար փորձում ենք մոտենալ շատ կարևոր է եւ պատվաստումը առաջնային կանխարգելումն է, այսինքն մենք այստեղ հենց պաշտպանում ենք օրգանիզմը առհասարակ զարգացնելուց այս հիվանդությունը։ Ավելի շուտ փաստորեն դա անել, քանի տարեկանից է խոր տրվում։ 13-14 տարեկան Հայաստանի Հանրապետության ազգային օրացույցը։ Մինչև որ տարիքը իմաստ ունի, որովհետեւ սա էլ ասում են, եթե դա բաց թողեցիք, հետո իմաստ չունի։ Իրականում իմաստ չունի, երբ որ կինը արդեն սկսում է ապրել սեռական կյանքով, ինչի, որովհետև մինչև առաջի կոնտակտը վիրուսի հետ պետք է պատվաստվել, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք չի պատվաստվել, որովհետև պատվաստումները արվում են նաև ավելի բարձր տարիքում, ուղղակի այստեղ 3 դոզայով է իրականացվում։ Եթե հիմա ներկապահին վերջին փոփոխություններով 13-14 տարեկան աղջիկներին արվում է 1 դեղաչափ, ավելի բարձր տարիքում 3 դեղաչափ է արվում 6 ամսվա պարբերականությամբ։ Ասենք 18-ից սկսած արդեն 3 դեղաչափ, այդպես։ Սեռական կյանքով ակտիվ ապրելուց հետո սկսած արդեն 3 դեղաչափ։ Եվ մինչև 30 տարեկան փաստորեն իմաստուն չկա տարիքային սահմանափակում, անգամ կան ապացույցներ, այստեղ իհարկե ավելի նեղ մասնագետները ճիշտ կներ խոսեին, բայց ես եւս կարող եմ նշել, որ քաղցկեղի բուժման համար անգամ կարող են կիրառվել եւ կա որոշակի ապացույցներ, որոշակի հետազոտություններ, որ կան էֆեկտ, տալիս է նաեւ դրական էֆեկտ քաղցկեղի բուժման ժամանակ։ Կարելի է չհասնել ուղղակի քաղցկեղի, մենք ունենք եւ պատվաստման հնարավորությունը եւ սկրինինգային ծրագրերի հնարավորությունը արդեն իսկ, այսպես նախնական օղակ, հետո թիրախային օղակ եւ երևի մեր երկրում էլ կարելի է վերացնել, ինչ կարծում եմ։ Այո, ես դա երազանքներից եւ հույսերից եւ հաջորդ պայքարից ուղղություններից մեկն է, բոլոր հնարավոր պայմանները ունենք եւ բոլոր շանսերը միասին աշխատելով, որովհետեւ հասանելի է պատվաստանյութը, հասանելի են սկրինինգային հետազոտությունները, հասանելի են լրահետազոտությունները, որոնք ֆինանսական բերջ են կնոջ վրա, քանի որ փոխհատուցվում են ապահովագրության կողմից, հետեւաբար ընդհանրապես պետք է գնալ
եւ իրականացնել այդ հետազոտությունները, պատվաստել երեխաներին չմտածել միֆային ոչ ապացուցանելու, ոչ բեղմնավոր վերարտադրողական ֆունկցիայի, միանշանակ շլություն չի առաջացնելու վերջի միֆերից, որը բժշկի կողմից հնչեցված, շլություն է առաջացնում, խնդրում եմ։ Եթե վերարտադրողականության հետ կապված խնդիրներ ենք տեսնում, նայեք այն երկրներին, որոնք 20 տարի առաջ ներդրել են, նշածս Ավստրալիան, Կանադան եւ Անգլիան, կտեսնեք, որ այնտեղ ծնելիության անկում չունենք, այո։ Հակառակը պետք է լինի, որովհետեւ սա ապահովագրում է գոնե այդ կողմով սեռօրգանների առողջությունը գոնե քաղցկեղի կողմով։ Շատ շնորհակալություն այս կարևոր թեմայի մասին իրազեկելու համար։ Ես հույս ունեմ, որ այս հարցազրույցը շատերը կլսեն, կդիտեն, մենք եւս սոցցանցերում կփորձենք տարածել, որքան հնարավոր է։ Գրագիտություն ապահովելու համար զրուցեցինք առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի սկրինինգային ծրագրերի կառավարման գծով գլխավոր տնօրենի խորհրդական Անի Ալավերդյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։